Կյանքը պայքար է, որտեղ ամեն մեկը փորձում է հաղթող ճանաչվել։ Կյանքի կռվում հաղթում է նա, ով երբեք չի կոտրվում և համառ քայլերով գնում է առաջ ու հասնում իր հաղթանակների բարձունքին։ Ողջույն սիրելի հեռուստադիտող, եթերում խոստովանություն հեռուստանախագիծն է։ Ես Արայք Համբարձումյանն եմ և այսօր իմ տաղավարում հյուրընկալելու եմ վաստակաշատ հաղորդավար Կարեն Քոչարյանին։ Պարոն Քոչարյան ջան, համեցեք, բարի գալուստ, ես շատ ուրախ եմ, որ ձեզ առիթ ունեմ ողջունելու իմ տաղավարում և այսօրվա զրույցը ձեզ հետ եմ ծավալելու, համեցեք։ Պարոն Քոչարյան, այսօր կանցնենք ձեր կյանքի ճանապարհներով, փոքրիկ կանգառներ կվերցնենք ձեր կյանքի խաչմերուկներում, կխորհենք, կհուզվենք, կժպտանք և կգանք կհասնենք այս օրեր։ Սկսում ենք ձեր կյանքի պատմությունը ամենասկզբից, որտեղ եք ծնվել, ովքեր են ձեր ծնողները։ Ինչպես երգվում է Առնո Բաբաջյանի երգում, այստեղ եմ ծնվել, այստեղ մեծացել, այս ջուրն եմ խմել սառնորակ, Երևանում եմ ծնվել, առաջին ծննդատանը, այդ ժամանակ մենք բնակվում էինք Սայաթ-Նովա չէր այն ժամանակ, Լերմոնտովի փողոց էր, Լերմոնտովի 2, հետո դարձավ Սայաթ-Նովա 15, հին տուներ, այսինքն բակ էր հին, շատ երևանյան, շատ գեղեցիկ բակ էր, մինչև հիմա աչքիս առջև է այդ բակը, հողաշեն տանիքով, կտուրով, մեր տունը, երբ որ ասենք ամառը բույսեր էին աճում այդ կտուրում, բարձրանում էինք վերև, իսկ ձմեռը հայրիկիս հետ ձյունն էինք մաքրում այնտեղից, որպեսզի չկաթա։ Շատ հետաքրքիր բակ էր ինքը, մարդիկ կային այնտեղ ապրող, որոնք բավական ճանաչված դեմքեր էին, օրինակ Ալբերտ Միքայելյան կար, օպերային թատրոնի գլխավոր ադմինիստրատորն էր երկար տարիներ իր տիկնոջ հետ միասին, տիկինն էլ բալերինա էր, հայտնի պարուհի էր, Տելեմակ Սաֆարյան կար, որ բժիշկ էր, նրա ձեռքի տակով ես փորձեցի անցնեմ, դեռ երբ որ 5 տարեկան էի կարծեմ, եթե չեմ սխալվում, նուշիկներս պետք է վիրահատեին, ինքը գիտկոկորտի բժիշկ էր, բայց իմ լաչառությունը չթողեց, որպեսզի ինքը վիրահատի, տարան վիրահատարան, ինչպես տարան, այնպես էլ հետ բերեցին, ասոց չէ, ներողություն, ես չեմ կարա, ջերմությունս բարձրացավ, հետո արդեն ուրիշ բժիշկ խաբելով բան, ոսկի ատամ են գցում եւ այլն, վերան բացարաբան խաբեցին միամիտ երեխային եւ վիրահատեցին այդպես։ Մի խոսքով բավական հետաքրքիր բակ էր, այնտեղ տատիկս էր ժամանակին իր ընտանիքով ապրում, իրենց հետ էին, հետո դրանից իրենք տեղափոխվեցին Պարոնյան փողոց։ Մանկությունս այդպես է անցել, հայրս գիտնական է եղել, ֆիզիոլոգիայի ինստիտուտում է աշխատել շատ երկար տարիներ, իսկ մայրս եղել է ջութակահարուհի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում, առաջին ջութակն էր, այնպես որ իմ մանկությունը անցել է հիմնականում այդ նվագախմբի փոսում, դիտելով ներկայացումները, փորձերը, նույնիսկ դեպք եղավ, անգիր գիտեի արդեն ներկայացումները երեխա ժամանակ, դեպք եղավ, որ փորձի ժամանակ Կարպ Խաչվանքյանին ուղղեցի, դե նա իմպրովիզացիայի սիրահար էր, չէ, այն ժամանակ, եւ ինչ-որ իմպրովիզացիա արեց, ես հասկացա, որ տեքստը ինչ-որ այն չի, եւ այստեղից բացականչեցի իսկական տեքստը։ Երեխա ժամանակ, իհարկե, մայրս զայրացավ, բայց բոլորի ծիծաղը եկավ, բոլորը ծիծաղացին, ուրախացան։ Մի խոսքով, իրոք երջանիկ տարիներ եմ ապրել, մանկությունը հրաշալի մանկություն է եղել, տատիկիս ներկայացումներով, որտեղից երևի թե այդ վարակը ինձ մոտ եղավ, տատիկս հայոց լեզվի ուսուցչուհի է եղել, դպրոցի Պուշկինի անվան դպրոցի հիմնադիրներից է եղել եւ բացի այդ շատ սիրել է արվեստը եւ դպրոցում միշտ բեմադրել է ներկայացումներ, ընդ որում կարող եմ ասել, որ ցանկացած թատրոն կարող էր նախանձել այդ ներկայացումներին եւ ունենալ իր երկացանկում։ Գիքոր բեմադրեց, Ասումցի Դավիթ բեմադրեց, Բախչիսարայ Շատրվանը բեմադրեց, դե այն ժամանակ նաև օգնողներ կային իրեն, այդ առումով շատ օգնում էր Տաթևիկ Սազանդարյանը այն ժամանակ, որ ծնող էր դպրոցում, Էդգար Հովհաննիսյանն էր շատ օգնում, որը շրջանավարտ է եղել դպրոցում, իմ եղբայրը այն ժամանակ Թատերական ինստիտուտի դոցենտ էր, արդեն ինքն էլ էր օգնում շատ։ Մի խոսքով այդտեղից եկավ վարակը, մտավ իմ մեջ վարակը դեպի թատրոնը, սերը, հետո շարունակվեց արդեն ուրիշ հանգամանքներում դպրոցական տարիներին։ Այ խոսեցինք դպրոցական տարիների մասին, ինչպիսի աշակերտ եք եղել եւ ո՞րն է եղել ձեր սիրելի առարկան, պարոն Քոչարյան։ Չեմ կարող գլուխ գովալ, որ գերազանցիկ եմ, նույնիսկ հարվածային եմ եղել,
երեքներ շատ էի ստանում այն ժամանակ, մինչև վերջ փաստորեն, բայց ոնց որ ասում են, դա չխանգարեց, որ մարդ դառնամ։ Այո։ Ես ասեմ, բավական սիրում եմ, ինձ հետաքրքրում էր ավելի շատ պատմական առարկաները, չնայած հիմա պատմությանը այնքան լավ չեմ վերաբերվում, չգիտեմ, չեմ սիրում պատմությունը ընդհանրապես, որովհետև շատ կեղծիքներ կան ընդհանրապես համաշխարհային պատմության մեջ, մի շրջան, մի բան են ասում, մի շրջան, ուրիշ բան են ասում, դրա համար բայց այն ժամանակ ես բավական սիրեցի պատմությունը, քանի որ ունեինք մի հրաշալի ուսուցիչ, աստվածատուր մի մանկավարժ Գևարգիզով Եվգենի Գեորգիևիչը, որը որ այնպես էր ներկայացնում պատմությունը, որ դու մոռանում էիր դասագրքի մասին ընդհանրապես։ Այսինքն դա մի ամբողջական ներկայացում էր իր դասերը։ Նույնիսկ երբ որ դաս էր կանչում էր դաս պատասխանելու, դա էլ էր ներկայացման մեջ, ասենք նայում էր բանի մատյանի մեջ երկու Քոչարյան կար այնտեղ, ասում էր «Пойдет отвечать Քոչարյան», ուսից նայում էր իմ վրա, Գագիկի վրա, իմ վրա, Գագիկի վրա, հետո Սարգսյան հրաչիկ։ Զարգսյան հրաչիկ։ Այդ հումորն էլ կար էլի մեջը։ Մի խոսքով ընդհանրապես այդ շրջանում մեր գրեթե բոլոր ուսուցիչները, գիտեք ինչ, ես միշտ ասել եմ, որ կա ուսուցիչ եւ կա մանկավարժ։ Այն ժամանակ իրոք մեծատառով մանկավարժներ էին մեր ուսուցիչները։ Նույնիսկ այն ուսուցիչները, ում չենք սիրել այն ժամանակ, հիմա ասում ենք երանի այդպիսի ուսուցիչներ լինեին, մանկավարժներ լինեին։ Դպրոցն ավարտելուց հետո ինչպես շարունակվեց ձեր կյանքի ճանապարհը, ձեր քայլերն ուր տարան, պարոն Քոչարյան։ Դպրոցն ավարտելուց հետո ճիշտն ասած, դե քանի որ թատրոնի հետ շատ էի կապված, երազում էի դերասան դառնալ, սակայն հորեղբայրս լինելով այդ ժամանակ թատերական ինստիտուտի դեկանը արդեն, Գեղարվեստի թատերական ավելի շուտ ինստիտուտի դեկանը, կատեգորիկ դեմ էր, որպեսզի ես այդ մասնագիտությամբ շարունակեմ, եւ ստիպեցին ինձ որպեսզի պոլիտեխնիկ ինստիտուտ գործերը ստամ։ Տվեցի պոլիտեխնիկ ինստիտուտ եւ կես միավորով այն ժամանակ ատեստատի միավորներ միջին բալներ էին հաշվում, չէ։ Փաստորեն կես միավորով դուրս մնացի եւ հետաքրքիր մի բան ասեմ, որ ուրեմն ձերքի աշխատանք կար այդպիսի առարկա դպրոցում, չէ։ Եվ բնական է ֆիզկուլտուրա։ Հետաքրքիրն էր, որ այդ երկու առարկաներից չգիտեմ ինչին 3 էին նշանակել ատեստատում։ Եվ դա ինձ փրկեց այն առումով, որ փաստորեն կես միավորից չբավարարեց, որ ես պոլիտեխնիկ ինստիտուտ ընդունվեմ ընդհանրապես։ Եթե սա 4 լիներ, ես հաստատ կընդունվեի պոլիտեխնիկ, բայց պոլիտեխնիկ ընդունվելուց նույնիսկ ես փորձեցի այնպիսի մասնագիտություն ընտրել, որ հետագայում թատրոնում աշխատեմ, ասենք, որ մասնագիտ կոչվում էր Սվետատեխնիկա Իստոչնիկի Սվետը, որ հետագայում արդեն, ասենք, լույսով զբաղվեմ թատրոնի բանի, նպատակը թատրոնն էր մենակ։ Բայց չանցա, արդեն հաջորդ տարի, արդեն տատիկիս շնորհիվ, տատիկս համոզեց հորեղբորս, որ պետք չէ, էլի տղայի երազանքն է, մի խանգարի բան, այտենց ծրագիրը բերեց, ես սկսեցի պարապել, աշխատել, արդեն պատրաստվել քննություններին եւ ասեմ, որ առաջին իմ պրոֆեսիոնալ բեմ դուրս գալը եղել է դեռ մինչև թատերական ինստիտուտ ընդունվելը ռուսական թատրոնում, դա մարտի 21-ն էր 76 թվական, լավ հիշում եմ։ Արդեն 50 տարի առաջ։ Խանումա ներկայացման մեջ ընդամենը մասսայական տեսարանում որպես առևտրական էի դուրս եկել, բայց դա ինձ համար մեծ բան էր։ Մեծ բան էր իրոք եւ այդ ներկայացումը իմ հետ անցավ մինչև թատերական գործունեության ավարտը, փաստորեն այդ տարիների ընթացքում խաղացի էլի, արդեն կինտո էի ապարում, արդեն փոքր դեր ունեի նույնիսկ խանումայի մեջ, մի խոսքով զարգացումը կար։ Եվ ընդունվեցի թատերական ինստիտուտ։ Հետաքրքիրն է, որ թատերական ինստիտուտը այդ տարիներին էլի իմ բախտը բերեց, քանի որ մեծանուն արվեստագետների մոտով եմ ձեռքի տակով եմ անցել, օրինակ ինձ ինստիտուտ ընդունեց Վարդան Աճեմյանը, ինքն էր հանձնաժողովի նախագահ Վարդան Նիկիտիչը, հանձնաժողովում էլ Տաթևիկ Սազանդարյաններ նստած, Զարե Մուրադյաններ նստած, մի խոսքով մարդիկ, որոնք մեր երկրի դեմքն են, արվեստում մեծություններ են իրոք։ Եվ ես իրոք դրանով միշտ հպարտացել եմ։ Կուրսից ղեկավարը Արտաշես Գրիգորիչն էր Հովսեփյան, էլի հրաշալի անձնավորություն, ով Փափազյանի հետ է խաղացել, բեմում հանդիպել է նրա հետ, ռեժիսոր է եղել երկար տարիներ։ Եվ ցավոք սրտի 3 տարի ընդամենը 4 տարուց ինքը ղեկավարեց մեր կուրսը, 4-րդ տարին գնաց Ստեփանակերտի թատրոնի գլխավոր ռեժիսոր որպես գնաց այնտեղ աշխատելու
Կիմ Արզումանյանը մեզ վերցրեց վերջի տարին, նա էր կուրսի ղեկավարը։ Իրոք ուսանողական տարիներից էլ եմ ես մեծ հիշողություններ են կապված, մեր կուրսում Նարեկներ Դուրյան սովորում, Սամվելներ Բաղինյան սովորում, մի խոսքով այսօր արվեստում ոնց որ ճանաչված դեմքեր ցավոք երեքս ենք։ Այո։ Պարոն Քոչարյան, քիչ առաջ նշեցիք մարդ դառնալ, այդ գեղեցիկ արտահայտությունն արեցիք, ձեր մարդ դառնալու ճանապարհը որ պահից եք համարում բացված, որտեղից է սկսել այդ ճանապարհը։ Դպրոցից թե արդեն Չէ, ես կասեի նույնիսկ ընդհանրապես մանկությունից, մինչև դպրոցը, որովհետև յուրաքանչյուր երեխա իր դաստիարակությունը պետք է, նույնիսկ ես ասել եմ, որ երեխան իր դաստիարակությունը պետք է ստանա այն պահից, երբ որ նա մոր արգանդի մեջ է։ Այո։ Քանի որ ասենք հղիկինը երբ որ երաժշտություն է լսում, այդ երաժշտությունը արդեն ընկալում է երեխան այդ ժամանակ դեռ լուսաշխար չեկած, մի խոսքով նույնիսկ խոսակցությունները, ինչ որ բան ընկալվում է, եւ այդ ժամանակ է կազմավորվում երեխան, եւ այդ մարդ դառնալը ես համարում եմ, որ այո, այդ պահից է ինձ մոտ եղել, երբ որ մարդ դառա։ Բնական է հետո արդեն շատ մեծ էր դաստիարակությունը իմ եւ ծնողներից, եւ տատիկիս կողմից, եւ պապիկիս կողմից, մի խոսքով հորեղբորս կողմից, բոլոր իմ ազգականները յուրաքանչյուրը իր ավանդն ունի իմ կյանքում, յուրաքանչյուրը ինչ որ բան տվել է ինձ եւ շատ բան, ինչ որ բան չէ, շատ բան է տվել յուրաքանչյուրը ինձ։ Պարոն Քոչարյան, դուք ընկերասեր եք։ Իհարկե ընկերասեր եմ։ Իսկ ինչ որ պայմաններ կան ընկերներին ընտրելու համար, թե պարզապես կյանքն է հանդիպեցնում եւ օրերից մի օր։ Կան։ Դե կյանքներ է իհարկե հանդիպեցնում, բայց ամեն դեպքում գիտեք ինչ, Արեգ ջան, տարիների ընթացքում ընդհանրապես շատ բաներ զտվում են կյանքում։ Լինում է ցավոք նույնիսկ այնպիսի դեպքեր, որ ասենք 30-40 տարվա ընկերությունը կոտրվում է եւ դրա պատճառը լինում է դավաճանությունը, դրա պատճառը լինում է վատ վերաբերմունքը, ասենք ինչը բամբասկոտությունը եւ այլն նման բաները, ինչ ես չեմ ընդունում։ Բացի այդ ես կյանքում չեմ ընդունի այնպիսի ընկերոջը, ընկերոջը, որ վատ վերաբերվի իմ անձնական կյանքին, իմ ընտանիքին, իմ ընդհանրապես ինստիտուկացին, երբեք չեմ ների նման բան, եթե վատ խոսա։ Եղել են ցավոք դեպքեր, որ ես պարզապես իմ կյանքից հանել եմ նման մարդկանց եւ ցանկություն էլ չունեմ շարունակելու նրանց հետ, Աստված իրենց հետ, ոնց որ ասում էր մեր լուսահոգի Արտակը Արզումանյան, ամեն մարդուն թող իր սրտով տա Աստված։ Այո։ Քանի որ խոսեցինք ձեր ընկերների մասին, հիմա մեր տաղավար կգա ձեր ընկերներից մեկը, ում եթե ես չեմ սխալվում, վաղուց չեք տեսել, բայց այսօր առիթ կունենաք նրան հանդիպելու հենց մեր տաղավարում։ Վաչե Ստեփանյան։ Ով? Վաչե Ստեփանյան։ Վաչե Ստեփանյանը։ Ես գիտեմ, որ Վաչե Ստեփանյանը Հայաստանում է, բայց դեռ չենք հանդիպել։ Այո, շատ լավ է, հենց հիմա կարող եք հանդիպել։ Համեցեք։ Ուրեմն պետք է հաղորդում լիներ, որ հանդիպեինք։ Ողջույն, բարև ձեզ, բարի գալուստ մեր տաղավար, համեցեք։ Ինչպես եք։ Հրաշալի։ Ով էր ասում քեզ անակնկալ։ Մենք գիտենք, որ Դու կարծեմ վաղը արդեն, այսինքն գնում ես, արդեն մեկնում ես, հա։ Այ տեսակ մենք առիթը բաց չթողեցինք, որպեսզի դուք ունենաք հնարավորություն։ Մենք պատրաստվում ենք հանդիպել, ասեցի գոնե այսօր Բայց ես ամեն կերպ անում եմ ամեն ինչ, որ չհանդիպենք, իմանալով այս հաղորդման մասին։ Կապի մեջ էի Շատ շնորհակալ եմ։ Եվայի հետ եւ ասում էր, որ զանգահարի անպայման ասա, որ գյուղում եմ այս բեմին։ Շնորհակալ ենք։ Ես էլ եմ շնորհակալ։ Քանի տարվա պատմություն ունի ձեր ընկերությունը եւ որտեղ եք ծանոթացել։ Ես կասեի մոտ 35։ Երևի թե օպերային թատրոնի շրջանից։ Օպերային թատրոնից երբ Կարենը, այսինքն մենք երկուսս էլ երևի նույն մարդկանց շուրջն էինք հավաքվում, Տիգրան Լևոնյան, Գոհար Գասպարյան։ Ես այն ժամանակ օպերային թատրոնում փոխտնօրեն էի, իսկ Կարենը բավականին մեծ գործունեություն էր ծավալում օպերային թատրոնում։ Մի խոսքով հենց այնտեղ էլ ծանոթացանք, մտերմացանք, ընկերացանք, մինչև օրս։ Ինչպիսին է։ Մինչև չմեկնեց Միացյալ Նահանգներ։ Մինչև, հա, դուք այնտեղ եք ապրում։ Ես այնտեղ եմ ապրում, հա։ Մեկնում եք։ Եվ բայց դա որևէ նշանակություն չունի։ Կարենը երևի ամեն 2 տարին մեկ այցելում է, եւ մենք նույնիսկ Միացյալ Նահանգներում ընկերներ կան, որոնց որ 2 տարին մեկ չենք հանդիպում, բայց Կարենի հետ շատ
շատ լավ հանդիպումներ է տեղի ունենում եւ ունենք մենք նաեւ ընդհանուր ընկերներ ունենք Միացյալ Նահանգներում։ Բոլոր լավ ընկերները մեկնել են Միացյալ Նահանգներ, չգիտեմ ինչի։ Ոչինչ, մի օր վերադառնալու եմ։ Հա, բնականաբար պիտի վերադառնանք եւ շարունակենք կապը այստեղ։ Դե ոչ են մեկնել է Միացյալ Նահանգներ, բայց այստեղ իր բնակարանը ունի, գալիս է իր տանը ապրում է։ Ընկերական շրջապատում հանդիպում են գնաց որ հերու չենք։ Վաչեք, ասեք, ինչպիսին է Կարենը, ինչպիսի մարդ է նա, նրա մարդ տեսակի եւ հատկանիշների մասին եկեք խոսենք։ Կարենի մարդ տեսակի ու հատկանիշների մասին խոսելը, գիտեք, շատ լավ ընկեր։ Ես նշեմ, որ իհարկե մենք այսքան ժամանակ հեռու ենք գտնվել, արդեն ես 28 տարի, 27-28 տարի այնտեղ եմ բնակվում, բայց մենք ներկա ենք եղել թե մեկս մյուսիս ուրախություններին, ինչու՞ չէ նաև տխրություններին, իրար կարողացել ենք մեջքի տալ, սփոփել եւ ուրախացնել։ Այսինքն Կարենի մարդ տեսակը շատ բացառիկ մարդ է Կարենը, շատ բացառիկ մարդ է, որ երևի իր ծանոթները բոլորը ձգտում են, որ Կարենի կողքը լինեն, թե իր գիտելիքներով, թե իր աշխարհընկալումով։ Մի խոսքով մենք շատ ենք սիրում Կարենին։ Շնորհակալ եմ, դա փոխադարձ է։ Իսկ ինձ կասեք, Վաչի ջան, ընկերության հիմքը ամուր պահելու գաղտնիքը կամ այդ մեծ արժեքը ինչի մեջ է գտնվում։ Դե ընկերության հենց կապի մեջ է գտնվում, հիմնականը կապի մեջ է գտնվում, այդ տեսեք Աստված ոչ արասցե, մեզանից յուրաքանչյուրիս մազը ծրվի, մենք անմիջապես զանգահարում ենք եւ սկսում ենք խորհուրդներ տալ եւ այլն, ապրում ենք դրանով, այդ է ընկերությունը։ Ես կասեմ, ընկերությունը կայանում է այդ ընկերական կապի մեջ, սիրո մեջ, հավատարմության մեջ։ Դրանումն է, ամբողջ գաղտնիքը դրանումն է, որը մենք հաղթահարել ենք ու ես վստահ եմ, որ դեռ երկար տարիներ կտևի, այո։ Կունենանք այդ առաջընթացը։ Շատ ուրախ եմ, որ երկուսի դեմքին հենց հիմա ժպիտ եմ տեսնում եւ դա խոսում է անկեղծության, փոխադարձ նվիրումի եւ հարգանքի մասին։ Եվ մեկ հարց էլ ինձ շատ հետաքրքրում է։ Այդքան արդեն 20 եւ ավել տարիներ ապրում եք Ամերիկայի Միացյալ Նահանգներում, թեև հաճախակի լինում եք Երևանում, հայրենիքում։ Այո, այո։ Հերվում այդ կարոտը չի խեղդում մարդուն։ Գիտեք, հերվում շատ է խեղդում կարոտը, բայց եթե կոնկրետ խոսքը գնում է Լոս Անջելեսի, Գլենդել, Նորթ Հոլիվուդ, որտեղ հայերը շատ են եւ գիտեք, բավականին հյուրեր են ունենում Հայաստանից, այդ կապը այնքան ամուր է, այնտեղ որ մի քիչ ավելի բան է լինում, սփոփում է այդ կարոտը, բայց դե բնականաբար կարոտը մնում է կարոտ։ Ես հետաքրքիր բան ասեմ, կներես, ուրեմն 2 տարի առաջ էր, թե չեմ սխալվում, գնացի, ընդամենը, չէ, դրա նախորդ անգամներ։ Գնացի ընդամենը 3 օր պետք է լինեի Լոս Անջելեսում, դե քանի որ աղջիկս բնակվում է Յուտայում, իր մոտ էի գնացել, հետո 3 օրով եկա Լոս Անջելես, որպեսզի այդտեղից վերադառնամ։ Եվ տղաները ասացին, լավ, ոնց անենք, որ բոլորին տեսնես մի անգամից, էլի 3 օրվա մեջ չես հասցնի, եւ Զարեի տանը, Զարե Թևանի տանը կազմակերպեցին խնջույք եւ այնտեղ բոլորը հավաքվեցին Վաչեներ, Ռուբեններ, Թելունց, այնտեղ Արտյոմներ Ղազանչյան, մեր օպերատոր, մի խոսքով մեր հերոստատեսյան, Գարիկա Չեփչյան, հերոստատեսյան մեր աշխատողն, այնքան մարդ կա հայկական հերոստատեսյան, այն մեր ասերից ես մի անգամ ասացի, այն մարդ ասի, մի հատ բոլորդ իրար հետ միացեք, մի հատ հզոր հերոստատեսություն ստեղծեք Լոս Անջելեսում, հերիքա փոքր հերոստանգերություններ, որ մրցում են իրար հետ, բայց մեջը բան չկա։ Ճիշտ է։ Մի խոսքով, եւ մենք հանդիպեցինք այդպես իրոք հրաշալի երեկո էր, Լևոնը Սևան երգում էր, տեսնեիք թե ինչ երգեր էր, գիտարը վերցրել էր, երգում էր։ Մի խոսքով հրաշալի հիշողություններ են ընկերությունից։ Բրավո։ Եվ այդ 3 օրվա ընթացքում կարծեմ հենց նույն տարին էր, որ ես այդքան տարի ապրելով Լոս Անջելեսում չգիտեի հնդկական այդ տաճարի մասին։ Չէ, դա առաջին անգամ էր, առաջին անգամ։ Եվ այնքան շնորհակալ եմ Կարենից, որ իր գալով Լոս Անջելես մենք առիթ ունեցանք տեսնելու այդ հրաշքները
իհարկե դա բացառիկ բան է, որ ամեն անգամ թերթելով նկարները վերապրում եմ, տեսնում եմ եւ գոհ եմ Կարենից իր գալությամբ։ Իմիջայլոց ես չեմ կարողանում արտասահման դարապես ոչ միայն արտասահման, նույնիսկ Հայաստանում ինչ որ միտեղ մեկնել առանց տեսախցիկի։ Եվ ամեն ինչ նկարանում եմ եւ վերջում մի փոքր ֆիլմ է ստացվում, ուրեմն ասեմ որ Միացյալ Նահանգներ 3 անգամ եղել, 3 անգամվա ընթացքում ստեղծել եմ 53 սերիա ֆիլմ Միացյալ Նահանգների մասին, որոնցից ուրեմն մեկը եղել է առանձին Գլենդելի մասին, առանձին Լոս Անջելեսի մասին եւ երբ որ այդ ֆիլմերը արդեն համացանցում տեղադրեցի, տղաներին զանգեցին, ասեցին Կարեն, մենք այսքան բան չգիտեինք, այսքան տարի ապրում ենք այս քաղաքում, չգիտեինք այս ամենը։ Ասածս դրան է վերաբերում։ Բրավո։ Որպես մեր այս զրույցի այս հատվածի վերջաբան ինչ կմաղթեք ձեր ընկերոջը։ Ես Կարենին մաղթում եմ նախ ասեմ ծով առողջություն, բազում ստեղծագործական հաջողություններ, որովհետև Կարենը ստեղծագործող մարդ է։ Իր ամեն մի շունչը ստեղծագործություն է։ Ես նկատում եմ այդպես, որ ինքը ապրում է ստեղծագործելով եւ ցանկանում եմ, որ Կարեն ջան քո ստեղծագործելու հնարավորությունները անսպառ լինեն։ Եվ մաղթում եմ, որ մեր ընկերությունը այն նույն ամրության մեջ մնա, սպասում ենք քեզ այնտեղ։ Հրաշալի է։ Մենք էլ եթե պարոն Քոչարյանը գա Ամերիկա, մենք էլ կսպասենք նրա նոր ֆիլմերին։ Այո։ Շատ շնորհակալ ենք պարոն Ստեփանյան, որ եկաք եւ մեր զրույցի այս հատվածը լցվեց նաեւ ձեր գեղեցիկ զրույցով։ Սիրով։ Ցելի հեռուստադիտող կարճատև դադարից հետո կվերադառնանք, շարունակենք մեր եթերը։ Իմ շատ սիրելի եւ հավատարիմ հեռուստադիտող, վերադարձանք, որ շարունակենք մեր զրույցը։ Սակայն ինչ կանցնենք մեր զրույցին, ուզում եմ հիշեցնել, որ եթե մեր եթերը չեք հասցրել ամենասկզբից դիտել, մեզ կարող եք փնտրել եւ գտնել նաեւ YouTube-յան մեր ալիքում։ Գտնում եք Արեգ Համբարձումյան էջը, միանում եք, դիտում եք բոլոր եթերները, թողնում եք ձեր առաջարկներն ու մեկնաբանությունները։ Շնորհակալ ենք, որ շարունակում եք հետևել մեր նախագծին։ Պարոն Քոչարյան, անցնենք առաջ, շարունակենք ձեր կյանքի պատմությունը, ինչպես հարթվեց ճանապարհը դեպի հեռուստատեսություն, դեպի եթեր։ Շատ հետաքրքիր է ինձ։ Ես ասեմ, որ առաջին իմ հեռուստատեսային եթերը եղել է 75 թվականին, երբ որ մենք վերջին կուրսում էինք սովորում Գեղարվեստաթատերական ինստիտուտի, կար այդպիսի մի առարկա դերասանի վարպետությունը հեռուստատեսությունում եւ ռադիոյում։ Եվ այդ առարկան դասավանդում էր այսօր արդեն լուսահոգի Արմեն Էլմասյանը, ով երկար տարիներ եղել է գլխավոր ռեժիսորը մանկապատանեկան հաղորդումների գլխավոր խմբագրության եւ Արմենը այն ժամանակ որոշեց, որպես պրակտիկա մեզ տանի հեռուստատեսություն եւ կար այն ժամանակ հրաշալի մի հաղորդում հեքիաթ նկանչում եւ նկարահանեցին Ջանի Ռոդարի զինվորի սրինգը այդ փոքրիկ հեքիաթը մեր կուրսի ուժերով։ Ցավոք սրտի տեսագրությունը չկա, թե չէ մեծ հաճույքով ես կպահպանեի այն եւ կներկայացնեի։ Այնտեղ հետաքրքիր է, որ ինձ վստահվեց հեքիաթ ասացի դերը։ Փաստորեն հաղորդավար։ Այո։ Ստացվեց էլի այդ ժամանակ որպես կնիքը դրեցին արդեն հաղորդավար։ Եվ նկարանեցինք, փաստորեն դա իմ առաջին եթերն էր։ Դրանից հետո արդեն ես ավարտեցի ինստիտուտը, 1 տարի աշխատեցի ռուսական թատրոնում, այսինքն ես զուգահեռ արդեն, ինչպես ես ասացի, դեռ մինչև ինստիտուտ ընդունվելը արդեն աշխատում էի թատրոնում եւ ամբողջ 4 տարվա ընթացքում աշխատեցի մինչև բանակ գնալս։ Եվ ասեմ, որ դա իրոք հրաշալի էր, որ պրակտիկա էր պետք անպայման եւ թատրոնում ավելի շատ ես ունակություններ, ավելի շատ գիտելիքներ վերցրեցի, քան ասենք ինստիտուտում, չնայած ինստիտուտում ավելի տեսական էր, ներկայացումներ էինք բեմադրում պրակտիկ, բայց թատրոնում օրինակ չկար ինստիտուտում այնպես մի առարկա, ինչպես գրիմը։ Հետաքրքիր բան էր։ Չկար սուսերամարտը։ Այդ ամենը ես թատրոնում եմ սովորել։ Մի խոսքով, թատրոնում աշխատելուց հետո արդեն մեկնեցի բանակ ծառայելու, բանակից հետո վերադարձա, տարուկես եմ ծառայել, նույնիսկ ավելի քիչ, 1 տարի 3 ամիս, վերադարձա եւ
այդ ժամանակ էլի սկսեցի, շարունակեցի իմ աշխատանքը թատրոնում, մեկնեցինք այդ ժամանակ ես հիշում եմ հյուրախաղերի, մի անգամից հենց եկա Ռոստով մեկ ամսով վերադարձա, էլի որոշ ժամանակ թատրոնում աշխատեցի եւ անկարծակի տեսա, որ մրցույթ է հայտարարվում հաղորդավարների, մինչ այդ իհարկե մենք բարեկամ ունեինք, ասեց Կարեն, արի մի հատ տանեմ քեզ թող ուղղակի կամերայով նայեն, տեսնեն, այնտեղ ինժեներ էր աշխատում, մորաքրոջս ամուսինն էր եւ տարավ որպեսի ծրագրերի տնօրեն կար հրաշալի մի անձնավորություն Վարուժան Ժիրայելիչը Հակոբյան նա պետք է նայեր շատ խիստ անձնավորություն էր ասեմ նստացրեց տեսախցիկի առջև տվեց ինչ որ տեքստ կարդացի ասեց Կարենից հաղորդավար չի ստացվի թող չնեղանա թող գնա դերասանական կարիերան շարունակի ասեցի բայց ինչի ասեց քո աչքերի մեջ ասեց Եղեռնի ողջ պլինի ապարատը դեռ շատ ծանր է ապարատը Սիրաս ապարատը ոնց կարող է ծանր լինի ես 4 տարի բեմական խոսք եմ անցել կամ վարժությունները մի խոսքով հասկացա որ չի ուզում չգիտեմ ինչի բայց երբ որ մրցույթը եղավ իմ բախտը բերեց ինքը Մոսկվայում էր գտնվում այդ ժամանակ գործուղման եւ հանձնաժողովներ նստած մեր հերոստատեսության հայկական հերոստատեսության բոլոր հիմնադիրներն էին նստած այդ ժամանակ Նարաշ Լեփչյանի գլխավորությամբ եւ անցա ով գերացեք վերջում երկու հոգով ես եւ Ռուզանա Մելյան անցանք երկու տեղեր 140-150 հոգի մարդեր մասնակցում անցա եւ անցա աշխատանքի բայց խնդրեմ ունեցա քանի որ ռուսական կրթությունն է ռուսական թատրոնում է աշխատել մի փոքր հայրենս կաղում էր եւ այդ ժամանակ ինձ փորձաշրջան ժամանակ տվեցին, ասին գնա եւ ոչ մի տար չտեսնես ընդհանրապես ռուսերեն, միայն հայերեն լսի, հայերեն կարդա եւ գնացի կարդացի եւ արդեն դա 82 թվականներ մրցույթը 83 թվականի փետրվարի 1-ից արդեն ընդունվեցի հրամանով որպես հաղորդավար։ Ասեմ Արեգ ջան, որ դա իմ երևի ամենաերջանիկ շրջանն էր հաղորդավարական շրջանը, քանի որ մարդիկ ում որ ես տեսել էի մանկությունից էկրանին դարձան իմ գործընկերները եւ ոչ միայն իմ գործընկերները, այլ նաեւ թեու թիկունքից եղան, ասեմ որ հաղորդավարական բաժինը հերոստատեսությունում այն բաժինն էր, որը այսօրվա մի արտահայտություն կա, որ այն ժամանակ չէին օգտագործում էլիտար բաժին էր հերոստատեսությունում, բոլորը մեզ հետ հաշվի էին նստում, բոլորը մեզ շատ հարգում էին եւ իրոք չկար ինչ որ նախանձություն չկար, բայց միշտ ավակ սերունդը օգնում էր երիտասարդներին, որպեսզի ես միշտ երջանկությամբ եմ հաճույքով եմ հիշում այդ տարիները հաղորդավարական շրջանի։ Դե դրանից հետո արդեն ծանոթացա լուսահոգի մեր Արտակետ Արզումանյան, այդ ժամանակ նա խճանկար ծրագիր էր պատրաստում Արմենի հետ Ամիրյան եւ եկավ մի շրջան, որ խճանկար ծրագրում պետք եղան դերասաններ, որպեսզի մենք որպես դերասան հանդես գիտեմ, իմ երազանքը միշտ եղել է, որպեսզի ես էկրանին լինեմ դերասան պլյուս հաղորդավար, նման հաղորդում վարեմ։ Եվ ստեղ ինչ որտեղ այս նախագծում իրականացավ իմ երազանքը, ես եւ Արտավազդը սկսեցինք մանրապատումներ խաղալ, հետագայում արդեն նաեւ որպես հաղորդավար Արմենի հետ սկսեցինք միասին վարել այդ հաղորդումը եկավ 91 թվականը, այսինքն 90 թվականի դեկտեմբերը եւ այստեղ էլ գլուխ գովամ, որ եղա մասնակիցը հայկական հերոստատեսության պատմության մեջ առաջին համարյա 24 ժամյա հերոստամարաթոնին, Ամանորի հերոստամարաթոնին, որը որ էլի վարում էինք ես եւ Արմեն Ամիրյան երկուսով 24 ժամ եթերում էինք, ճիշտ է կային հատվածներ, որոնք նախորդ նկարահանված էր, այսինքն մարզերում բանում եղան բոլոր մարզերում, եղանք Սահմանամերձ գոտիում եւ Գյումրիում հետաքրքիր դեպք տեղի ունեցավ, ես հիշում եմ նկարահանման ժամանակ գնացինք տեսանք այն ժամանակ հրապարակում կար Լենինի արձաններ կանգնած, որը երկրաշարժից հետո փակված էր տախտակներով եւ այնտեղ մի ասֆալտի կատոկ էր, որի վրա մի երեխա էր խաղում Արտակը ասեց Կարեն մի հատ միկրոֆոնը վերցրա մոտեցի այս երեխին Գյումրեցիա ոնց է լինի հումոր կունենա էլի բան ասի մոտենամ մոտեցա ասի տղա ջան ասեցի էսով է ցույց տալով արձանին փակված արձանին թարթաս նայեց արձանին ասեց հեչ Ասիկ Լենին պաբն է, ժաշկին հետո իրան էլ դոմիկ տվին։ Շատ լավն է։ Մի խոսքով սպիտակում Բրեժնև խաղացի էլի այնտեղ գնացել ենք շինարարների մոտ Բրեժնևի դիմակով։ Մի խոսքով հրաշալի միջոցառում էր, հրաշալի հաղորդում էր, որը որ ցավոք սրտի հատվածներ է պահպանվել
բայց պահպանվել է ամեն դեպքում ամբողջությամբ 24 ժամը չկա պահպանված այդ հատվածները։ Եվ այդ մարաթոնից հետո արդեն 91 թվականին Ռոբերտ Մավիսակալյանը կրկին լուսահոգի առաջարկեց, որպեսզի ստեղծվի երրորդ ալիքը։ Դե Ռոբերտ Մավիսակալյանը առաջարկեց, համակվեց թիմը եւ սկսեցինք աշխատել։ Դե այդ ժամանակ քանի որ Արտավազդը հաղորդավար չէր, իր ասելով փողոցից եկած էր հեռուստատեսություն, ոնց որ ինքն է սիրում ասել, բնական է առաջին 2 թե 3 հաղորդումները հաղորդավար որպես ես էի։ Միայն Արտավազդը ինչ որ գովազդային հատվածներում էր նկարահանվում, ֆիլմներ ներկայացնում, արդեն սկսեցին թարգմանված ֆիլմերը։ Եվ այդպես սկսեցինք աշխատել, ցավոք Սև լուրը մեզ հասավ 92 թվականին, երբ որ կյանքից հեռացավ Արտակը, եւ դա շատ բան փոխեց իհարկե անձամբ իմ կյանքում, քանի որ ես համոզված եմ, եթե այսօր Արտակը իմ կողքին լիներ, շատ բաներ այլ կերպ կլինեին իմ ստեղծագործական կյանքում, հեռուստատեսային գործունեության մեջ։ Հեռացավ, բայց ամեն դեպքում մենք շարունակեցինք աշխատանքը եւ ունեինք յուրաքանչյուրս մեր հաղորդաշարերը, աշխատում էինք եւ ես միշտ հպարտությամբ ասում եմ, որ ոչ միայն երրորդ ալիքին է վերաբերվում, այլ ընդհանրապես իմ ստեղծագործական կյանքին է վերաբերվում նույնպես, քանի որ ես դեռ մինչև երրորդ ալիքը վարում էի կառավարական համերգները, տոնական համերգները, միշտ անձամբ ստորագրությամբ Կարեն Սերոպիչի Դեմիրճյան, Աիդա Տոպուզյանի ՀԼԿ կենտկոմի առաջին քարտուղար, մի խոսքով այն ժամանակ ղեկավարում էին իրենք հանրապետությունը եւ բոլոր այդ համերգները իրենք էին հաստատում կազմը։ Կար այդպիսի շտատ կոչում էին կառավարական շտատ, ինձ բախտ է վիճակվել միշտ լինել այնտեղ եւ վարել բոլոր այդ համերգները։ Բախտ եմ ունեցել բեմից ներկայացնել Առնո Բաբաջանյանին, Արամ Խաչատրյանին, հիմա որ թվարկեմ երևի բան կլինի։ Այդ դա իմ հարստությունն է։ Դա իմ հարստությունն է, որը որ շարունակվեց երրորդ ալիքում էլ, քանի որ ես այնտեղ հեղինակեցի Աստղեր եւ ճակատագրեր հաղորդումը եւ շատ շատերի հետ հանդիպեցինք կադրում, շատ շատերի ովքեր այսօր չկան եւ այդ հարցազրույցները ես որոշել եմ նույնիսկ գրքի վերածել եւ իրոք դա թանկարժեք գիրք կլինի, քանի որ այնտեղով շատ շատերը կան։ Ես հիմա որ թվարկեմ անուններով, որոնք այսօր Գևորգ Էմինը կա, այնտեղ Գուժ Մանուկյանը կա, այնտեղ Վլադիմիր Մսրյանը, մի խոսքով մարդիկ, ովքեր դեմքն են եղել մեր հանրապետության, մեր արվեստի հզորներն են, գրականության արվեստի։ Այդպես աշխատեցինք երկար տարիներ, մինչև 2008 թվականը, եթե չեմ սխալվում, եղավ երրորդ ալիք, երրորդ վագոն, երրորդ ակումբ, մի խոսքով հաղորդաշարերը եւ փակվեց հաղորդումը, քանի որ գրեթե ֆինանս չկար, անվճարունակ էին, որոշեցինք փակել հաղորդումը, ինքներս փակեցինք, բայց ես չկարողացա կանգնել իմ ստեղծագործական գործունեության մեջ, հրավեր ստացա Արմենիա հեռուստան, չէ, ներողություն, սկզբից հրավեր ստացա Երկիր մեդիայից, այնտեղ երգում է անցյալը հաղորդումը, որպես սցենարի հեղինակ եւ վարում է հաղորդումը երգչուհի Սոնյայի հետ միասին։ Գիտես ինչ, այդ հաղորդումները, որոնք ես վարում էի, դրանք բոլորը իմ սրտով էին։ Եթե ինձ առաջարկեին մեկ այլ հաղորդում, եղել է այդպիսի դեպք Արմենիա հեռուստաընկերությունում առաջարկել են հաղորդում, որը քաղաքական ինչ-որ բան է եղել մեջը, ես հրաժարվել եմ պարզապես։ Իմս մշակութային հաղորդումներն են, իմս պատմությունն է, իմս Երևան քաղաքն է, նույն փողոց հաղորդաշարի սցենարի հեղինակն էի ես եւ մի ամբողջ շաբաթ տանջվում էի, վազվզում էի, գտնում էի, ասենք ճարտարապետների միությունից, Երևանի պատմության թանգարանից, գտնում էի մարդկանց, ովքեր որ բնակվում էին այդ շենքում, նրա հարազատների ինֆորմացիան սցենարը հավաքում էի, վերջը օրը տալիս էի Արտավազդին, որ ինքը կարդա անգիրանի եւ վարի այդ հաղորդումը։ Մի խոսքով եկա Երկիր մեդիայում այդ հաղորդումը, որը ցավոք տևեց ընդամենը 1 տարի ու կես, հետո առաջարկ ստացա Արմենիա հեռուստաընկերությունից, ասում եմ սկզբից այդ քաղաքական հաղորդաշարը, որից հրաժարվեցի, մի քանի օր հետո ինձ Հրաչյա Քեշիշյան զանգեց, ասեց մենք ուզում ենք քեզ առաջարկել Երկրի գանձերը հաղորդումը, ասի գերագույն հաճույքով։ Ես Երկրի գանձերը միշտ հաճույքով նայել եմ եւ նույնիսկ ինչ որտեղ երազել եմ այդ հաղորդումը վարել, ես շատ շնորհակալ եմ այդ առաջարկին։ Ասեց իսկ սցենարն էլ կգրես, ասի կգրեմ։
Եվ ես դարձա երկրի գանձերը հաղորդման սցենարի հեղինակը, Նազանի հետ միասին վարում էինք այդ հաղորդումը։ Իրոք մեծ հաճույք էի ստանում այդ հաղորդման ընթացքում։ Ցավոք այդ հաղորդումները դե տարի եթե հիշում ես տարիներով էր, չէ՞, գնում յուրաքանչյուր հաղորդումը։ Հասանք 88 թվական, այսինքն ավարտեցինք երկրաշարժով եւ Արցախյան շարժման սկզբով եւ դրանից հետո փակվեց հաղորդումը։ Ես հասկանում եմ ինչի փակվեց, որտեղ արդեն քաղաքական աստար պետքա տայինք, չէ՞ քաղաքականություն խոսեինք, իսկ այդ հաղորդումը չէր սազում դրան։ Բայց երազում եմ, որ նման հաղորդում իրոք վերականգնվի, կարծում եմ, որ ինչ որ մի բան կլինի, էլի։ Պարոն Քոչարյան, խոսենք նաև ձեր ստեղծած գանձերի մասին, ձեր ընտանիքի մասին։ Կպատմեք ձեր ընտանիքի պատմությունը։ Պետք է ասեմ, որ ես 2 անգամ ամուսնացած եղել, իմ առաջին կինը լուսահոգի 2006 թվականին է մահացել եւ նրա հետ մենք նա արվեստագետ էր, Տաղարան հնագույն անսամբլի, երաժշտության անսամբլի հիմնադիրներից մեկն էր եւ առաջին կին ուդարը Հայաստանում ընդհանրապես ուդեր նվագում եւ մենք ծանոթացանք, երբ որ մենք մեկնում էինք Գերովական այն ժամանակ, որտեղ պետք է տեղ ունենար դուդուկն է երգում փառատոնը։ Մարզադաշտում մեծ, որը ես պետք է վարեի այն ժամանակ այդ փառատոնը, իրենք էլ որպես հնագույն երաժշտության անսամբլ պետք է նվագեին։ Եվ այդտեղ հենց ծանոթացանք հայամերգի մոտ արդեն ընդհանուր ծանոթացանք, ես ընդհանրապես Տաղարանի հետ ծանոթ էի, բայց անձամբ իր հետ ծանոթ չէի։ Ծանոթացանք, գնացինք Գերովականում էլ այնտեղ բան, մի խոսքով դա ծանոթությունը գնաց, հետո արդեն ես փորձերին էի գալիս, արդեն ուղեկցում էի, մի խոսքով այդպես ստեղծվեց մեր ընտանիքը, դա 86 թվականն էր։ 86 թվականն էր եւ ցավոք 20 տարի տևեց այդ ամուսնությունը, Ջարաբաստիկ հիվանդությունը կյանքից տարավ կնոջս, բայց բախտս ժպտաց ինձ այն առումով, երևի թե իր օգնությունն էլ երկնքից կար, որ մեր ընդհանուր դուստրը դեռ դպրոցական տարիքի էր այն ժամանակ 7-րդ 8-րդ դասարան էր, դրանից հետո ուրեմն ստացվեց այնպես, որ հանդիպեցի Եվային եւ առ այսօր մենք կողքի ենք, մեր հանդիպումը տեղի ունեցավ Մալխաս քլաբում ջազային երաժշտության ուղեկցությամբ առաջին անգամ եղբայրս էր իր կինն էր եւ ասեմ որ եղբորս կինը Եվայի քուրիկն է կարելի է ասել այնպես որ եղբորս հետ չգիտեմ բաժանաղներ ենք թե եղբայրներ ենք մի խոսքով այդպես Եվան ունի 2 աղջիկ հիմա ես պետք է ասեմ որ ոչ թե Եվան ունի այլ մենք ունենք 3 աղջիկ եւ ոչ մի բանով մեկը մյուսից չի տարբերվում անձամբ ինձ համար նույնը Եվայի համար ցավոք իմ հարազատ դուստրը Կարինեն այսօր բնակվում է Միացյալ Նահանգներում արդեն մի քանի տարի է արդեն որ թվականից էր արդեն 7-8 տարի է 8 տարի է այնտեղ է բնակվում 3 անգամ այցելել եմ իրեն այդպես 2 հրաշալի թոռնիկ ունեմ այո տղաներ մեկը Միացյալ Նահանգներում մեկը այստեղ մեր կրծեր աղջկա երեքն էլ ամուսնացած են կրծեր աղջկա հրաշալի անձնավ գիտես ինչն է հետաքրքիր որ այս երեխաները որ ծնվում են նայում ես լրիվ ուրիշ են բաց աչքերով բաց մազերով խելացի մեկը մեկից խելացի մեկը մեկից սիրուն արքայազդ են իրականում հրաշալի իրոք դա երջանկություն է տատիկ պապիկ լինելը շուտով երրորդն էլ կգա արդեն հրաշալի է հենց որ շատ լավ պարոն Քոչարյան հիմա մեր գաղտնի արկղը կբացենք իսկ այստեղ բավականին շատ գաղտնիքներ կան եւ տեսնենք թե ինչ է դուրս գալիս այս արկղից նամակի մասին գիտեմ որ պետք է լինի նամակը չի բա ինչ է սա ինչ է այ քեզ բան սա որ դերից ձեզ մոտ այ պատմեք դրա մասին այ քիչ առաջ ես Կարինեից էի խոսում իմ դուստրը Կարինեն ուրեմն ժամանակին խեցեգործության էր գնում եւ երբ որ նշվում էր իմ ծննդյան 50-ամյակը Կարինեն ինձ անակնկալ մատուցեց այս հերոստացույցը նկարնել մեջը դրել է սա երրորդ ակումբից իր ձեռքով է պատրաստել ինչպես իր ձեռքով է պատրաստել այն ժամանակ դպրոցական այո կավ է սա նույնիսկ կարծեմ ինչ որ միտեղ պետք է լինի ինիցիալները հեսա գրել է ԿԿԿ
Կարենը Քոչարյան, տակը գրված է։ Հա, իրոք հրաշալի անակնկալ է սա։ Իմ 50-ամյակն էր ծննդյան եւ ինքը որոշեց այսպեսի նվեր անել։ Յուրահատուկ նվեր է պատրաստել։ Հրաշալի։ Դե լավ հասկանում եմ, որ հերոստատեսությունը դա իմ երկրորդ կյանքն է եւ կարծում եմ այսինքն ինձ մոտ իհարկե տանը դրած էր, բայց այնպեսի տեղ էր դրած, որ վաղուց չէի տեսել, էլի պահել է, իր աշխատանքների հետ էր դրված, ձուլվել էր։ Եվ շնորհակալություն այս անական վաղուց չեմ տեսել այս հերոստացույցը։ Հուսամ այս հերոստացույցը տենալու հետ միասին ես կվերադառնամ հերոստատեսություն։ Այո, մենք շատ մեծ սիրով կսպասենք, պարոն Քոչարյան, իրականում։ Շնորհակալ եմ։ Մենք ենք շնորհակալ, իրականում ձեր բոլոր եթերները միշտ սպասված են եղել։ Հերոստատիտողը շատ է սիրել ձեր եթերային կուլտուրան, ձեր խոսքի մեծ արժեքը։ Գիտես ինչ Արեգ ջան, ես շատ շնորհակալ եմ մեր հանրային հերոստատեսությանը, որ մի քանի տարի առաջ կրկին մեզ հրավիրեցին, աշխատեցինք, մի 3 տարի աշխատեցինք, ցավոք սրտի հաղորդումը փակվեց ոչ հանրայինի պատճառով, նրանք միշտ հրաշալի վերաբերվել էին մեզ եւ վերաբերվում են եւ հուսամ, որ իմ հարազատ հերոստանգերությունը, որը այս տարի նշում է իր հիմնադրման 70-ամյակը, ես միշտ ասում եմ, որ սա ոչ թե հանրայինի 70-ամյակն է, այլ հայկական հերոստատեսության, այդ թվում նաեւ ATV-ի, Արմենիայի բոլոր որովհետեւ բոլոր հերոստանգերությունները եկել են այնտեղից, Նորքի բարձունքից։ Ճիշտ է, ճիշտ է։ Հուսանք, որ 70-ամյակը կբերի շատ անակնկալներ։ Այո, մենք էլ հուսանք եւ սպասենք այդ լավ անակնկալներին։ Պարոն Քոչարյան, կյանքի արժեքը ինչի մեջ է գտնվում։ Կյանքի արժեքը գտնվում է առաջին հերթին մարդու ընտանիքի մեջ, մարդու աշխատանքի մեջ, այսինքն մարդը եթե սիրում է իր աշխատանքը, եթե սիրում է իր ընտանիքը, իր հարազատներին եւ իր ընկերներին, կարծում եմ ամենամեծ արժեքն է դա կյանքում։ Այո։ Առանց դրա հնարավոր չէ։ Ես առանց իմ ընտանիքի չեմ պատկերացնում։ Ասեմ, որ հա, մոռացա ասեմ, որ ընտանիքում նաև հրաշալի մի շունիկ ունենք։ Մեր Վիվիենը, Վիվին մեզ առանց որը կյանք չունենք պարզապես։ Ես հիմա ես ու տիկինս երկուսով ենք արդեն բնակում, քանի որ մեր աղջիկները արդեն ամուսնացած են եւ այս Վիվին դարձել է մեր ընտանիքի Վիվիենը անդամը։ Եվ ասեմ, որ երբ որ մեր աղջիկը Լիան բերեց այս շունիկին, դա իր շունիկն է եղել։ Երբ որ բերեց այս շունիկին, ուրեմն իշտե դակիր ես մտա սենյակ, տեսա ինչ որ մի բան շարժվում է այնտեղ, ես հասկացա որ շուն է, դարապես չէի ուզում որ տանը կենթանի լինի, նայեցի ասեցի սրա ոտը վաղվանից չլինի այստեղ։ Ու ինչ ես կարծում, անցավ ընդամենը 2-3 օր, մենք մնացինք երկուսով տանը։ Մերոնք աշխատանքի էին գնացել իրենց գործերով։ Ես ու Վիվին մնացել ենք երկուսով, հազիվ քայլում է այսպես եւ անզանգեց ասեց կարաս մի քիչ կաթիկ տաս թե չեմ հիշում ինչ էինք այն ժամանակ տալի որ ուտի ասի ո՞նց ես կյանքում չեմ կերակրել շուտի դեռեցի ու երբ որ տեսա թե ինչպես ինքը վերաբերվեց այդ ամենին սիրահարվեցի այդ օրվանից սկսած ինքը իսկականից իմ կյանքի մի հատվածն է առանց ում չեմ կարողանում մնալ ասենք միտեղ մեկնում եմ ահա որ կարոտում եմ իրեն բա որ գալիս է դիմավորում է ասենք օթանավակայանում գալիս է սկսում է լիզել գրկելնից տեսարան է որ էլ չասած Պարոն Քոչարյան խոսեցիք ձեր տան մյուս անդամի մասին ամենափոքրիկ անդամի մասին հիմա չզարմանաք որ մեր տուփից դուրս գա հետ Էլի անակնկալ Նա Արի պապայի մոտ Հենց այս շունիկի մասին է պատմում պարոն Քոչարյանը իրենց տան ամենասիրելի անդամներից մեկը ամենահավատարիմ ու նաև փոքրիկ անդամը արդեն քանի տարեկան է շունիկը 3-ից ավել է արդեն 3-ից ավել է Այդ եղջյուր է ինպես Երբևէ կմտածել է ծնվել Իսկ պարոն Քոչարյան երբևէ կմտածեք որ այսքան կկապնվեք այս կենթանու հետ Մենք սկզբում ասեցիք որ չեք Չէ, ընդհանրապես կենթանիներ ունեցել ենք տանը, բայց փոքրիկ կենթանիներ, ասենք կրյա, ծովախոզուկ, այնտեղ համստեր եւ այլն, սակայն շուն չենք ունեցել, մի անգամ մի շուն կար, որը որ մեծ շուն էր, բայց փողոցից էր, շատ կապնվեց մեզ հետ այն տարիներին, Կարինեն դեռ փոքր երեխա էր, հիշում եմ, եւ եկավ մեր հետևից տուն։ Դրանից հետո ուրեմն հավատարիմ ներշ էինք թողում, քանի որ դրսից էր ինքը կոլիի եւ չոր փողոցային շան խառնորդ էր ինքը շատ սիրուն։ Եվ ամեն ուր գնում էինք գալիս էր մեզ հետ եւ
պահպանում էր մեզ։ Կարինեին տանում էի մանկապարտեզ, դիմացից շներ եկան, եկավ դիմացը կանգնեց եւ սկսեց պաշտպանել մեզ։ Մի խոսքով, բայց այտենց մի անգամ եկավ տուն մտավ, չթողեցի, եկավ բարձրացավ աթոռի վրա նստեց, անունը Լուիս Շեկո էինք, դեր ասի Շեկո չի կարելի իջի տեղից։ Ու ինչ ես պատկերացնում, իջավ, գնաց ու էլ չեկավ, նեղացավ։ Միանշանակ ենթանները զգում են մարդու վերաբերմունքը, թե դրական, թե բացասական վերաբերմունքը եւ նույն կերպ նրանք արձագանքում են մարդուն։ Իրականում հրաշալի շունիկ ունեք, մենք հիմա ճանապարհենք իրեն։ Փոքրիկ ինքը ճանապարհենք, որպեսզի շարունակենք մեր զրույցը։ Գնա մամայի մոտ։ Ինչ կլիներ կյանքը, եթե բացակայեր սերը, սիրո պակասից ինչ կլիներ մեր կյանքում։ Սիրո պակաս մենք զգացել ենք ցավոք սրտի երկար տարիներ նույն մեր երկրում, երբ որ փողոց էիր դուրս գալիս եւ տեսնում էիր մարդկանց դեմքին մռայլ, դեմքի արտահայտություն, մարդիկ չէին իմանում ինչ անեն, ոնց անեն, սեր չկար այն ժամանակ։ Սերը պակասում էր։ Հիմա ուրախություն մեզ մեր քաղաքում, մեր երկրում ընդհանրապես կա սերը։ Մարդիկ միմյանց շփտում են ամենակարևորը։ Մարդիկ միմյանց հասկանում են, մարդիկ չարությունը արդեն կորում է մարդկանց մեջից։ Դա է կարևորը։ Եվ սերը ընդհանրապես սերը կնոջ հանդեպ չի միայն, սերը առաջին հերթին քո երկրի հանդեպ է, քո ժողովրդի հանդեպ է, քո աշխատանքի, քո ընկերության, սա մի սինտեզ է ամբողջական, որը պետք է յուրաքանչյուր մարդու այստեղ սրտում ապրի։ Ճիշտ է։ Եվ ինչքան սերը այստեղ շատ լինի, այնքան սիրտը մեծ կլինի։ Բրավո, հրաշալի պատասխան էր։ Պարոն Քոչարյան, մենք ապրում ենք եւ մեզ հետ ապրում է մեր կյանքում նաեւ կարոտը, որ ամեն մարդու սրտի խորքում է։ Իսկ ինչ է ձեր կարոտի անունը։ Իմ կարոտի անունը միգուցե կարող եք ասել, որ սա նոստալգիա է, բայց նոստալգիա չի, պարզապես սա կարոտախտ չի, կարոտ է։ Ես կարոտում եմ այն օրերը, երբ որ ասենք դուրս էի գալիս Երևանի փողոցներ եւ իմ առջեւ դուրս էր գալիս, ասենք նույն Գևորգ Էմինը։ Այս կողմից դուրս էր գալիս Քոչարը։ Այն կողմից դուրս էր գալիս Շիրազը, որը որ ջայնացած գալիս էր, ասում էր անունդ ինչ է։ Մի անգամ ասեց անունդ ինչ է ինձ բուժում, ասի Կարեն։ Պարսիկ, ասեց ու թողեց, ասի չի Պարսիկ, հետո պարզեց որ Իրանում, Պարսկաստանում եղել է Կարեն անունով թագավոր է եղել, շահ է եղել, ինչ է եղել։ Մի խոսքով, այդ շրջապատը ես բնակվում էի ուրեմն Դեմիրճյան փողոցի վրա, մեր առջև կոմպոզիտորների միության շենքն էր։ Եվ ես, ասենք ամեն առավոտ կարող էի հանդիպել Էդվարդ Միրզոյանին, Ալեքսանդր Հարությունյանին, նույն Գևորգ Էմինին, ով այդտեղ բնակվում էր։ Մի շրջան եղավ, որ ամեն առավոտ պատշգամբից տեսնում էի, թե ինչպես Կոնստանտին Օրբելյանը Թևանցուկ Ալլա Պուգաչովայի հետ գնում էր աշխատանքի փորձերի, որտեղ եղավ մի շրջան, որ Ալլա Պուգաչովան Երևանում էր ապրում եւ երգում էր մեր էստրադայինի հետ։ Ցավոք սրտի ոչ մի նկարահանում չկա, ձայնագրություններ կան, նկարահանում չկա Պուգաչովայի հետ։ Մի խոսքով այդ Երևանն եմ կարոտում։ Ես կարոտում եմ այն Երևանը, որ երեխա ժամանակ մենք նույն Դեմիրճյան փողոցից գնում էինք այդ կառավարական ամառանոցը, որ կար, անցնում էինք ներս եւ թութ էինք ուտում։ Մեզ ոչ ոք ոչ մի բան չէր ասում, այդ ծառերից թութ էինք ուտում, սև թութ էինք ուտում։ Դա է իմ Երևանը։ Կամ փողոցով որ գնում էի, ասենք Աբովյանի մի ծայրից մյուս ծայրը գնում էի, դա տևում էր, ասենք 40 րոպե, 50 րոպե, քանի որ ամեն մի 2 րոպեն կանգնում էի եւ մեկի հետ խոսում էի մի երևանցու։ Ասեմ որ այսօր դա շատ վերականգնվել է, շատ։ Ես իմ վրա փորձեցի մի անգամ ասի անցնեմ եւ իհարկե ոչ 2-3 րոպեն մեկ, բայց գոնե մի 10 րոպեն մեկ ես մարդ էի տեսնում ծանոթ եւ կանգնում էի։ Եվ դա ուրախալի է, քանի որ վերադառնում են։ Մեր հայերը վերադառնում են Հայաստան, հասկանում են, որ իրոք պետք է վերադառնալ եւ հզորացնել երկիրը։ Վաչեն օրինակ, Վաչեն ճիշտ է ընդեր է բնակվում, բայց ես համոզված եմ, որ շուտով ինքն էլ է վերադառնալու եւ շատ շատերը վերադառնալու են այստեղ։ Ճիշտ է։ Եվ հասնում ենք գաղտնի նամակին։ Տեսնենք թե ինչ նամակ է այստեղ թաքնված եւ ով է նամակի հեղինակը, պարոն Քոչարյան ջան։ Ահա, սա ձեր նամակն է։ Ես պիտի կարդամ։ Այո, բարձրաձայն եւ մենք պիտի միասին փորձենք ուշակել թե ով է նամակի։ Տեսնենք։ Ողջույն պարոն Քոչարյան, որ պաշտոնական է սկսել։ Ուրախ եմ, որ ինձ բախտ է վիճակվել մի քանի տող գրել։
ասեմ, որ միշտ հետևել եմ եւ նույնիսկ ներկայ եմ եղել քո բոլոր հաջողություններին, թե բեմում, թե հեռուստահաղորդումներում։ Դուք շատ մարդ կարող է լինել։ Այո։ Երբ սկսեցիր երգել, շատ երգիչներ ստիպված լռեցին։ Երգերը պատմությունը սրահին է, որ ես մի քանի տարի առաջ Եվան դրթեց ինձ, որպեսզի ես երգեմ։ Իմջալից առաջին անգամ երգում է անցյալ հաղորդման մեջ երգեցի Կոնստանտին Օրբելյանի «Սերը չի ծեծել» երգը, մինչև այդ զանգահարեցի մայեստրոին Skype-ով, ասեցի մայեստրո, կարող եք ինձ ինֆորմացիա տալ այս երգի մասին, որ թվականն է գրվել, ինչ է, ասեց թվականը, ասեց առաջին անգամ ես գրել եմ Կիկաբիձեի համար, բայց երգեց Գեորգի Մինասյանը, իմ շատ սիրելի բան, հետո վերջում իսկ ինչի ես հարցնում։ Ասեց ճիշտն ասած, ռիսկ չեմ անում ասել, բայց ուզում եմ երգել այդ երգը։ Ասեց, попробуй. Но чтобы музыканты хорошо играли, իր համար կարող է երաժիշտները լավ նվագեն։ Եվ այդպես սկսեցի երգել, հիմա իմ երգացանկում ունեմ մի քանի երգ, այդ թվում նաև Եվայի գրած երգը, որ գրել է իմ 60-ամյակի ժամանակ։ Լավ, շարունակենք նամակը։ Ուրեմն երբ սկսեցի երգել, շատ երգիչներ ստիպված լռեցին։ Դե կինոյի մասին էլ չխոսենք։ Կինոյի իհարկե քիչ եմ նկարահանվել, բայց ինչ որ եղել են էպիզոդիկ դերեր։ Երկար տարիներ է, ինչ մենք իրար գիտենք, ինչ է, ինչպես ես սիրում եմ կատակել մեր աղջիկ ժամանակվանից։ Ծանոթ արտահայտություն է։ Այսօր ես ու դու հնարավորության դեպքում հաճախ ենք շփվում։ Ասեմ, որ ոչ մի միջոցառումը չի անցել առանց քեզ, միայն մի բան կասեմ, 4-րդ դարից մինչև մեր օրերը մենք շփվել ենք թե բեմում, թե հեռուստատեսությունում։ Հուսով եմ Երևանում երկար դադարից հետո մի օր բեմից կհայտարարես երգում է բազմագետ։ Մի մարդ է, ով գիտի, որ դուք երգում եք։ Դե բոլորն էլ գիտեն, որ երգում եմ։ Առաջին անգամ Լյուդվիգ Դուրյանի համերգներ, երեկոներ, ես հիշում եմ, ես էլ մրսած էի միջև այդ, բայց անցավ ձայնս վերականգնվեց բան եւ փորձի ժամանակ փորձ էինք անում համերգից առաջ, սկսեցի երգել, Արամոն էր շուրը կամ դայս ասել. «Ի»։ Արա մեր հացը կտրում ես։ Հետո Մարտին Վարդազարյանն էր, որ մոտեցավ ինձ բեմում ինձ շնորհավորեց երգելուց հետո ասացի մայստրո ջան, ինչ անեմ, այսօր բոլոր երգիչները հաղորդում են վարում, ես էլ ստիպված պետք է երգեմ, այո։ Բայց նրա հետ հայտարարել որպես 90-ականներից։ Ինչպես 90-ականներից է սկսել կարծես թե նրա հետ շփումը, ծանոթությունը։ 90-ականներից։ Փաստորեն իրեն հայտարարել եմ բեմից։ Ստացվում է։ Լավ, մեկ հուշում էլ անեմ, ապրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այ լավ, որ Միացյալ Նահանգներում հասկացա, երկիչ Միացյալ Նահանգներում շատ քիչ ընկերներ ունեմ, բայց ամենալավ ընկերներիցս մեկը մենք Վաչեի հետ էլ նրան հիշատակեցինք, ինձ թվում է Ռուբենն է Թելունց։ Այո։ Ձեր նամակի հեղինակը Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող ձեր ընկերներից Ռուբեն Թելունցն է։ Օպերայի երգիչ, հրաշալի երգիչ, ով երկար տարիներ մեր օպերային թատրոնում աշխատել է, հիմա էլ դասավանդում է այնտեղ եւ շարունակում է իր գործը փաստորեն եւ երգում է եւ դասավանդում է եւ ունի հրաշալի երեխաներ կադրեր, որոնք որ ես լսել եմ փայլուն երգում է եւ երգերը գրում։ Ես զարմացած էի, որ երգեր, բայց ես ասեմ, որ նրա հետ մենք ծանոթացել ենք հենց տաղարանի տարիներին։ Ինքը տաղարանի մենակատարներից էր, չնայած ասեմ, որ իրեն հեռուստատեսությամբ ես ներկայացրել եմ առաջին անգամ դեռ մինչև ամուսնանալը, մինչև տաղարանի հետ ընկերություն անելը։ Իր մենահամերգը նվագակցում էր Ների Դանիել Բեկը, որը ի դեպ իր զոքաչն է, եւ լավ հիշում եմ այդ համերգը։ Կարծեմ նույնիսկ տեսագրությունը պահպանել է ինքը։ Շնորհակալություն Ռուբ ջան նամակի համար։ Պարոն Թելունց, մենք էլ շնորհակալ ենք, որ ուղարկեցիք Ամերիկայից Երևան եւ մեր տաղավար այս գեղեցիկ նամակը, որը հասավ իր հասցեատիրոջը։ Շնորհակալ ենք շատ։ Պարոն Քոչարյան, որպես վերջաբան, քանի որ դուք խոստովանություն հեռուստանախագծի տաղավարում եք, ում ինչ ունեք ասելու։ Ընդհանրապես ուզում եմ դիմել մեր ժողովրդին, ասել քիչ առաջ խոսեցինք սիրուց, սիրեք միմյանց ամենակարևորը։ Թող մեր երկիրը միշտ խաղաղ լինի, խաղաղության մեջ լինի։ Երբեք եւ ընդհանրապես երկիրը չէ, ամբողջ աշխարհը թող խաղաղության մեջ լինի, թող չլինեն այդ պատերազմները, թող չլինի չարությունը մարդկանց մեջ ամենակարևորը։ Հանեք ձեր մեջից այդ չարությունը, եթե ունեք, ապաշխարեք եւ հասկացեք, որ այս
աշխարհը, այս երկրագունդը միմիայն կփրկի սերը։ Այո։ Սիրենք միմյանց։ Պարոն Քոչարյան, շնորհակալ ենք անչափ գեղեցիկ զրույցի, գրագետ խոսքի, արևոտ եւ տաք տրամադրության համար, որը որ դուք շնորհեցիք իմ տաղավարում։ Անչափ շնորհակալ եմ։ Ձեզ եմ շնորհակալ։ Սիրելի հեռուստադիտող, այսպիսին էր մեր շատ սիրելի Կարեն Քոչարյանի կյանքի պատմությունը եւ խոստովանությունը։ Դուք էլ խոստովանեք, միգուցե վաղն արդեն ուշ լինի։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ նոր ու հետաքրքիր կյանքի պատմություններով։